Պիտի նշեմ, որ այս բոլոր չնայած նախկինում եղած շահագրգիռ հայտարարությունների մեր ասած տեմպը ինձ համար որի գոհացուցիչ չէ, բայց ասել որ ծրագիրը արդյունք չի տվել, այդպես չէ, որովհետև արդեն իսկ բազմաթիվ հիգական սերվի ներկայացուցիչներ և ժամկետային պարտադիր զինծառայություն են անցնում թույլված ուժերում և նրանց գալի մասին նկարագրեց 70%-ը հետագայում դիված ուժերում իր ծառայությունը շարունակելու ցանկություն է հայտնում, որ իրական մասը սպայել է։ Սա կարևոր է համարում և նաև վերաբերում այս և հաջորդ զորակոչներին և նաև կոչ եմ անում մեր քաղաքացիներին, հիգական սեռի ներկայացուցիչներին, նրանք ծնողներին ինչու են շեշտադրումը դնում նաև ծնողների վրա, որովհետև այստեղ մենք մոտ կա պատկերացումների, մենտալիտետի, ավանդույթների, այսպես ասած, բախում ծրագրի կամ աղջիկների ցանկության հետ։ Եվ կարծում եմ մենք այս խնդիրը պիտի հաղթահարենք համատեղ ուժերով, այդ թվում նաև հետևողական աշխատանքի և հունվար ամսվա ընթացքում ես հրավիրում եմ մեր լրագրող գործընկերներին, այցելով կանանց գումարտակ, լուսաբանել, այդ թվում նաև կենսապահովման միջոցները, բնակապահովման միջոցները ինչպիսին են, որպեսզի մարդիկ ավելի հանգիստ լինեն իրենց քույրերի, դուստրերի զինվորական ծառայության ուղարկելու կամ թույլատրելու, չնայած խոսքը վերաբերում է չափահաս մարդկանց։